հայտարարեց, որ տեղի ունեցողը հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին է հարվածում։ Նախ ընդհանուր առմամբ ինչ կապ ունի տեղի ունեցողը հայ-ռուսական հարաբերությունների հետ եւ ինչպես է այս ձերբակալությունները հարվածում։ Դե երևի իրանց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն է նայել եւ տես տպավորություն է մոտս բաներ եղել, որ սա իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերություններ եւ իրոք իրանց այդ դեգեներատ հաղորդավարների ելույթները իրոք վրդասում են հայ-ռուսական հարաբերությունը։ Մենք ունեցել ենք շատ լավ այց իմ գործընկեր Մատվիենկոյի այցը Հայաստանի Հանրապետությունում, ռեգիոնների ղեկավարների, սենատի անդամների շատ լավ այց ենք ունեցել, շատ անկեղծ։ Ու հիմա այդ մարդիկ, որովհետև ամեն ամիս, չգիտեմ, Սամվել Կարապետյանը կարող է ուրիշ մարդ, չգիտեմ, ծրարով մի 30-50,000 փող է տվել, հիմա իրանք ասում են, որ դրանք իմ ընկերներն են, էլի, ում փող է տվել, հիմա իրան ընկերներն են, ում հարսանիքին կանչել է երգել են, էլի իրան ընկերներն են, բան, տենց այդ մարդկանց հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանություն, թող ռադները քաշեն, վերընկնեն, իրանց գործով զբաղվեն եւ մեր երկրի ներքին գործերին չխառնվեն, դրանք հակառակ էմոցիա են առաջացնում։ Իմ մոտ չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ, ասում թող բերանները փակեն, ռադները քաշեն։ Ու ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է արդեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են Հայաստանի Հանրապետություն, իրաց մուտքը Հայաստանի Հանրապետություն փակված է, բայց եթե պետական ալիքները իրանց թույլ են տալի խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է նույն ձևով արձագանքենք, առնվազն փակենք իրանց մուտքը մեր հանրության բնակարաններ, որովհետև եթե փակում ես, ասում եմ, այդ որոշ դեգեներատների բաները, մանկուրտների բաները, այդքան է ճիշտ ծրագրերը, բայց դրանք ոնց էլ լինի, բանի ինչ-որ այլ ծրագրի մեջ, ինչ-որ կտորներով ցուցադրելով էլի սողոսկում են եւ մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդի առնվազն նյարդերի վրա ազդում են։ Այլ արծա որ մեզ ինչ-որ ձևով օգուտ է տալիս, որտեղ երբ որ հեքիաթներ են պատմում, որ Հայաստանում ԱՄՆ-ի, չգիտեմ, սպեցնազը ազգային ժողովում էր կամ կառավարությունում էր կամ ինչ-որ բան, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գիտի, չէ, Հայաստանում ինչա կատարվում, հասկանում են, որ սուտ են ասում, բայց մեկ այլ հարց է մեր երկրի անվտանգությունը, կամ Հայաստանի Հանրապետության պետական գործերին պետքա չխառնվեն, կամ ներողություն եմ խնդրում, իմ անձնական կարծիքն է, որ պետք է այդ հարցը քննարկել։ Լավրովին իր գործընկերը պատասխանել է, ես ավելացնելու բան չունեմ։ Դուք ասացիք, որ ինչ հարցը։ Ինչ էր ասա։ Ասում էր Հայաստանում ապակայունացնելու այդ փորձերին համերաշխություն են հայտնում։ Հիմա որ ես ասում եմ, կամ որևիցե մեկը ասում է, լսեք, Մակրոնը չի խառնվում, որովհետև ասում է տերորիստական ակտի մասին տեղեկություն կա, մի արեք, որովհետև դա անվտանգությանը կվնասի, եթե թարգմանենք կարճ լեզվի, հա, դա նորմալ բան, ես կարամ ասեմ, որ երբ որ որոշ երկրների ներկայացուցիչներ խառնվում են մեկ այլ երկրի կամ տերորիստական ակտեր, դա պետք չի կարելի, դա ինչ է, ժողովրդավարության մասին խոսակցություն է, չի համարվում դա։ Պարոն Սիմոնյան, ասացիք, որ Գարեգին բնդ կտրիչ Ներսիսյանը միևնույն է հեռանալու։ Հետաքրքիր է Վազգեն Գալստանյանի եւ Միքայել Աջափահյանի ձերբակալությունից կալանավորումից հետո Գարեգին բնդ փորձել է կոնտակտի դուրս գալ, կապի դուրս գալ իշխանության հետ։ Ես կարծում եմ իշխանության հետ կապի մի ձև կա։ Իշխանության հետ կապի մի ձև կա։ Հանրորեն դուք հարգելի լրագրողներ, լավ դուք այդքան անզոր եք կներեք այս բառիս համար։ Չեք կարողանում այդ հարցի պատասխանը գտնեք։ Ընդհանրապես, ես տեսնում եմ, այնօր փայլակ ուր է գնաց, փայլակներ, հարց եք տալի, ասում լալա հարաց դենով ամեն ինչից խոսում է, բացի հարցին պատասխանելուց։ Հարցրեք, ասեք, եղբայր, երեխա, ունես, չունես, հա, չէ։ Իր հեռացման օրակարգով։ Բայց հələ մարդիկ կան, որ ասում են, դե հələ ինքը չի ասել։ Այդտենց ինքը տենց աչքերը փակում, ակաժները փակում, ձևը անում, որ գոյություն չունի։ Հիմա ինչքան է մեզ բոլորի ձեզ խափելու, ինձ խափելու, ձեզ խափելու։ Այդ քողը, որ գցել էր հարսի, երբ որ դառնում էր կաթողիկոս։ Ես չեմ ասում դա վատ բան, ես ամենևին ձեռ չեմ առնում, հանկարծ չմտածեք, դա եկեղեցական կարգ է, ընդհանրապես խնդիր չկա դրա հետ կապված։ Ասում եմ դա, բայց նշանակություն ունի, չէ՞։ Պարոն Սիմոնյան։